1997 տարվա հոկտեմբերի 27-ը։ Այդ օրը Հայաստանի պատմության մեջ դարձավ ջրային բաժանման գիծ։ Ազգային ժողովի շենքի մեջ հնչեցին կրակները։ 5 զինված տղամարդիկ ներս մտան նիստերի դահլիճը եւ կրակները սկսեցին ամեն ինչը փոխել։ Վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը այլևս չկան։ Վաղը վերջին պահին անընդհատ հասկանալի էր ինչ եղավ այդ օրը։ Ովքեր կորցրեց երկիրը, ովքեր ճանաչեց իշխանությունը եւ ովքեր շահեց ամենիցը։ Վազգեն Սարգսյանը սպարապետն էր, այն մարդը, ով հիմնադրել էր Հայաստանի բանակը, ով ղեկավարում էր երկրապահի կամավորականների միությունը, ով ամբողջ երկիրը պահում էր իր ձեռքերում։ Նա պատերազմի դաշտում ճանաչված մարդ էր։ Նա խաղաղության կանոնները ղեկավարող էր պահում։ Նրա թիմը մի ամբողջ համակարգ էր։ Խոսելով նրա մասին, ցանկալի էր դիպել երկրի ապագային։ Եվ ահա նա գնդակահարցեց։ Բայց եկեք պատմել այն, ինչ եղավ իրականում։ Վազգենի մահից հետո Հայաստանը հայտնվեց իրեն նոր դիրքերում։ Իշխանության միակ կենտրոնը տեղաշարժվեց։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը արագ համակենտրոնացրեց իշխանությունը։ Ազգային ժողովը դադարեց լինել իշխանությունների անկախ կենտրոն։ Երկրի առաջատար անկախ հեռուստատեսային կայանը փակվեց։ Ռադիոկայանները լռեցին։ Ռահաքական կուսակցությունները թուլացան աննշանակության կետին։ Ամեն ինչը կատարվեց մի օրում։ Ամեն ինչը պատահեց լավ ու լուրջ կերպով։ Սակայն ովքեր էր իրականում շահում էր այդ բոլորից։ Վազգենի թիմը ընկեց կորչնելով։ Երկրապահի կամավորականների միությունը թուլանում էր։ Վետերանները, ովքեր պատերազմի դաշտում արյուն թափել էին, հիմա հուսալում էին։ Վազգենը նրանց համար հենարան էր։ Նա էր նրանց ղեկավարը, նա էր նրանց սպարապետը։ Եվ հիմա, երբ նա գնդակահարց հարվածեց, բոլոր կապերը կտրվեցին։ Հոկտեմբերի 27-ի օրը սկսեց իշխանության նոր դարաշրջան։ Այն օրից սկսեց իշխանության վերաբաշխումը, որը տարիներ շարունակվեց։ Վազգենի եղբայրը Արամ Սարգսյանը նշանակվեց վարչապետ նոյեմբերի 2-ին։ Վազգենի արյունը դեռ չէր չորացել, բայց նոր խաղացողներ արդեն բեմահարց էին բարձրացել։ Վազգենը կարող էր ուժեր հավաքել իր թիկունքին։ Վազգենը կարող էր միավորել հակառակորդներին։ Վազգենը կարող էր սպառնալիքին, անախանդակներին։ Բայց նա այլևս չկա։ Այդ դառնալի ողբերգության մասին իսկապես հարց էր տատալ, թե ով կանգնած էր նրա ետևից։ Վազգեն Սարգսյանը պատահականակ չէր։ Նա էր Հայաստանի պաշտպանության նախարարը 1990-ից մինչև 1997 տարին։ Նա Շարաբաղյան պատերազմի ժամանակ դարձել էր ազգային հերոս։ Նա հիմնադրել էր հայկական բանակը։ Նա ստեղծել էր Հայաստանի զինված ուժերը։ Իսկ ինչու էր այդպիսի ուժեղ մարդը նշանակվեց այդ ողբերգությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ էր։ Նա նախագահն էր, եւ նա գիտեր, որ իշխանությունը պետք է համակենտրոնացնել իր ձեռքերում։ Հոկտեմբերի 27-ը նրա համար դարձավ ոչ թե ողբերգություն, այլ հնարավորություն։ Նա օգտվեց տրագեդիայից, բայց օգտվեց նաև իր թիկունքին, ով մեծ էր դա ամեն ինչից։ Այդ թիկունքին նա ամուր էր եւ վերջնականորեն կատարեց։ Արամ Սարգսյանը նշանակվեց վարչապետ, բայց նա Վազգենը չէր։ Նա Վազգենի եղբայրն էր, բայց Վազգենի ստվերը չէր։ Սերժ Սարգսյանը նոյեմբերին նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ դեկտեմբերին դարձավ նաև ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։ Սա էր հենց այն մարդը, ով Վազգենի հետ միասին էր, չարթուղթ էր, Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացնելու համար։ Սերժ Սարգսյանը, Վազգենը եւ Ռոբերտ Քոչարյանը միասին ժպել էին Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացնել, բայց Վազգենի եւ Քոչարյանի հարաբերությունները շուտով սկսեցին վատանալ։ Եվ ահա հոկտեմբերի 27-ը եկավ եւ ամեն ինչը փոխեց։ Վազգեն Սարգսյանը սպանվեց, Կարեն Դեմիրճյանը սպանվեց, խորհրդարանի փոխնախագահները սպանվեցին, նախարարը սպանվեց, 8 մարդ գնդակահարց հարվածեց, 50 պատանդներ վերարկվեցին, երկիրը սուգի մեջ ընկրոնվեց։ Եվ այդ սուգի մեջ մի մարդ սկսեց իր հնարավորությունը օգտագործել։ Այդ մարդը Ռոբերտ Քոչարյանն էր։ Վազգեն Սարգսյանը ճանաչված էր Հայաստանում որպես մարդ, ով կարողանում էր փոխել երկրի ճակատագիրը։ 1990 տարվա նա հիմնեց Երկրապահի կամավորականների միությունը։ Սա սովորական կամավորականների կազմակերպություն էր, որը միավորում էր Ղարաբաղյան պատերազմի վետերաններին, այն տղամարդկանցը, ովքեր պատերազմի դաշտում կրակ էին բացել, հիմա հավատարիմ էին Վազգենին։ Վազգենը նրանց համար ավելին, քան սովորական հերոս էր։ Երկրապահը դարձավ երկրի ամենահզոր կազմակերպությունը։ 5000-ից մինչև 30,000 անդամներ կային նրա մեջ։ Նրանց մեջ կային զինվորները, սպաները, գեներալները։ Վազգենի անձը ստվեր էր այնպիսի մեծ, որ նա էր երկրի իսկական ղեկավարը։ Թոմաս Դե Վալը, բրիտանացի վերլուծաբանը, նկարագրեց, որ 1994 տարվա Երկրապահը դարձավ երկրի ամենահզոր կազմակերպությունը։ 1997 տարվա Վազգենը միացրեց Երկրապահի քաղաքական ակտիվ թևը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ։
Վազգենը դարձավ կուսակցության ղեկավարը։ Սա կարևոր քայլ էր։ Վետերանների զինված ուժը միանում էր քաղաքական կուսակցության կորիզին։ Երկու ուժեր միանում էին, եւ նրանց կապը ամեն ինչից հզոր էր։ Վազգենը ուներ բանակ կուսակցություն եւ վետերանների միություն։ 1997 տարվա Վազգենը միացավ Ուզրո 5-3 Դեմիրճյանի ժողովրդական կուսակցության հետ, ստեղծելով Միասնություն դաշինքը։ Սա էր հենց այն դաշինքը, որը միավորում էր Հանրապետական կուսակցությունը, Վազգենի երկրապահը եւ Դեմիրճյանի ժողովրդական կուսակցությունը։ Այս դաշինքը հաղթեց խորհրդարանական ընտրություններում։ Վազգենը դարձավ վարչապետ, Դեմիրճյանը դարձավ ժողովի նախագահ։ Սակայն այս բոլորին միասին միացականչափ մարտահրավեր կար։ Վազգենի եւ Ռոբերտ Քոչարյանի միջև հարաբերությունները լարված էին։ Դրանք միասին ուժ ունեին Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացնելու համար։ Բայց Քոչարյանը նախագահ դարձավ, իսկ Վազգենը ամբողջ իշխանությունը կենտրոնացնում էր իր ձեռքերում։ Երկու ուժեղ մարդիկ կանգնած էին դեմ առ դեմ եւ լարվածությունը աճում էր։ Վազգենի ազդեցության շրջանը ընդգրկում էր կառավարությունը, խորհրդարանը, բանակը եւ վետերանների միությունը։ Վազգենը մի կողմից կապված էր բոլոր իշխանության թելերի հետ։ Նրա երկրապահցիները падգամավորներ էին, նրա մարդկանցը կարևոր պաշտոններ էին զբաղեցնում։ Վազգենը կարող էր իր ազդեցությունը տարածել ամբողջ երկրի վրա։ Նա էր դե ֆակտո իշխանության երկրորդ մակարդակը։ Վազգենի սպանությունից մեկ շաբաթ անց, նոյեմբերի 3-ին, Վազգենի եղբայրը Արամ Սարգսյանը նշանակվեց վարչապետ։ Վազգենի արյունը դեռ չէր չորացել։ Եղբայրը ընդունվեց որպես Վազգենի ժառանգողը։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը այլ կերպ էր տեսնում։ Արամը Վազգենը չէր։ Արամը չուներ Վազգենի քաղաքական կշիռը։ Արամը չուներ Վազգենի ծանոթները։ Եվ Ռոբերտ Քոչարյանը դա գիտեր։ 6 ամիս անց, մայիսի 2-ին 2000 տարվա, Ռոբերտ Քոչարյանը պաշտոնյազատեց Արամ Սարգսյանին։ Վազգենի եղբայրը հեռացվեց իշխանությունից։ Վազգենի թիմի վերջին հույսը ցնցեց, եւ հենց այդ պահին Ռոբերտ Քոչարյանը կատարեց իր հաջորդ քայլը։ Նա նշանակեց Անդրանիկ Մարգարյանին վարչապետ։ Սա էր այն պահը, երբ ամեն ինչը պարզվեց։ Անդրանիկ Մարգարյանը իդեալական ընտրություն էր Ռոբերտ Քոչարյանի համար։ Նա Հանրապետայի խորհրդի նախագահն էր 1990 տարվա պաշտոնին։ Սովետական տարիներին նա բանտարկվել էր, 2 տարի անցկացրել էր աշխատանքային ճամբարներում։ Սակայն նա ուներ կարևոր հատկություն. նա Վազգենի պես չէր հավակնոտ։ Նա ճանաչված էր որպես կուսակցական գործիչ, բայց երբեք չէր ունեցել Վազգենի խարիզման։ Մարգարյանի նշանակումը նշանակում էր, որ Վազգենի թիմի ազդեցության շրջանը վերջնականորեն փակվեց։ Վազգենի մարդկանց այլևս չունեին իշխանություն կառավարության վրա։ Սերժ Սարգսյանը դարձավ պաշտպանության նախարար։ Վազգենի տեղը չէ, Վազգենի տեղը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանը։ Սա մի այլ մարդ էր։ Սա Վազգենի ստվերը չէր, բայց Ռոբերտ Քոչարյանի վստահելի մարդը։ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտի որդին էր, նա Ղարաբաղի նախկին նախագահն էր եղել։ Սա մարդ էր, ով ղեկավարել էր պատերազմական գործողություններ ամենաբարդ պայմաններում։ 1909-7-2 տարվա նա արդեն նախագահ էր, բայց նա իսկական իշխանությունը ստիպեր բանակցել եւս ավելի Վազգենի հետ։ Վազգենը էր նրա համար եւս գործընկեր, եւս կտրող։ Քոչարյանը պետք էր ղեկավարեր նոր մարդ, նոր համակարգ։ Վազգենի սպանությունից հետո Ռոբերտ Քոչարյանը արագ համակենտրոնացրեց իշխանությունը իր ձեռքերում։ Վազգենի ազդեցությունը տարածվում էր կառավարության վրա, խորհրդարանում եւ բանակում։ Վազգենը ուներ ճիշտ համակարգ։ Վազգենի մահից հետո Ռոբերտը ազատվեց այդ ճիշտ համակարգը հեռացնելու անհաղթությունից։ Սերժ Սարգսյանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար։ Սերժ Սարգսյանը դարձավ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։ Անդրանիկ Մարգարյանը դարձավ իդեալական վարչապետ Ռոբերտ Քոչարյանի համար։ Նա կուսակցությունը տվեց Ռոբերտին, իսկ իշխանությունը մնաց Ռոբերտի մոտ։ Մարգարյանը չէր Վազգենը։ Նա չուներ Վազգենի խարիզման, նա չուներ Վազգենի էներգիան։ Սակայն Մարգարյանը համագործակցային մարդ էր։ Նա սովետական բանտերում բանտարկվել էր իր հայրենասիրական գաղափարների համար եւ 2 տարի անցկացրել էր աշխատանքային ճամբարներում։ Երկրապահի կամավորականների միությունը Վազգենի մահից հետո սկսեց կորցնել իր քաղաքական ազդեցությունը։ Վազգենը էր նրանց հոգին, առանց նրա նրանք էին կորցնում։ Նոր ղեկավար դարձավ Մանվել Գրիգորյանը, սակայն Գրիգորյանը Վազգենը չէր։ Նա չուներ Վազգենի խարիզման, նա չուներ Վազգենի ուժը։ Գրիգորյանը ուներ իր գաղափարները, սակայն երկրապահը այլևս չէր ինչ էր Վազգենի ժամանակ։ Ժողովրդական կուսակցությունը լքեց դաշինքը։ Դեմիրճյանի որդի Ստեփանը ժառանգեց կուսակցությունը, իսկ Արամ Սարգսյանը հիմնեց Հանրապետություն կուսակցությունը։ Միասնություն դաշինքը փլուզվեց։ Վազգենի կառուցել համակարգը մասնատվեց կտորների։ Սա էր իշխանության նոր դաշտը։ Սա էր Ռոբերտ Քոչարյանի դաշտը։
Սերժ Սարգսյանը մի յուրահատուկ կերպար էր։ Վազգենի հետ միասին պատերազմի դաշտում նա ճանաչված էր։ Վազգենի հետ միասին նա ճպել էր Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացնելու համար։ Սակայն Քոչարյանի հետ Սերժի հարաբերությունները այլ էին։ Սերժը Ռոբերտի վստահելի մարդն էր։ Սերժը գիտեր, որ Ռոբերտը կամենում է, եւ նա հավատարիմորեն կատարեց։ Սերժ Սարգսյանը դարձավ պաշտպանության նախարար մայիսին 2000 տարվա։ Սա էր Վազգենի տեղը։ Սերժը Վազգենի թիմի անդամ չէր։ Սերժը Ռոբերտի մարդն էր։ Սերժը նոր համակարգի ղեկավարն էր։ Վազգենի ստվերը Սերժի ձեռքերում ընկավ եւս կես։ Սերժը վերցրեց Վազգենի թիմի վերջին մարդկանցին, եւ այդպիսի Վազգենի թիմի ազդեցության շրջանը վերջնականորեն փակվեց։ Վազգենի մի մարդկանցը հեռացան իշխանությունից։ Սերժ Սարգսյանը ժառանգեց եւս Վազգենին, եւս Ռոբերտին։ Սա էր այն պահը, երբ ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ իշխանությունը այլևս նույնը չի լինի։ Միասնություն դաշինքը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Այդ մարդիկ գիտեին, որ անկախությունը առանց իրենցից է կախված։ Հենց այստեղ նա սկսեց ամրապնդել իր կառավարությունը։ Երկրապահի կամավորականների միությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Ազգային ժողովը ընկավ կորչնելով։ Սերժ Սարգսյանը գիտեր դա։ Հանրապետական կուսակցությունը ընկավ կորչնելով։ Կարեն Դեմիրճյանը գիտեր դա։ Անդրանիկ Մարգարյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Սա էր այն պահը, երբ նա սկսեց ամրապնդել իր ազդեցությունը։ Մանվել Գրիգորյանը դարձավ պետությունը իր ձեռքերում։ Հանրապետական կուսակցությունը անկավ կորչնելով։ Վազգեն Սարգսյանը գիտեր դա։ Արամ Սարգսյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Ռոբերտ Քոչարյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Արամ Սարգսյանը հասկանում էր, որ ազատությունը այլևս նույնը չի լինի։ Արամ Սարգսյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Սերժ Սարգսյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Միասնություն դաշինքը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Անդրանիկ Մարգարյանը հասկանում էր, որ պետությունը այլևս նույնը չի լինի։ Հենց այստեղ Մանվել Գրիգորյանը գիտեր, որ ազատությունը պետք է վերականգնել։ Անդրանիկ Մարգարյանը հասկանում էր, որ պետությունը այլևս նույնը չի լինի։ Հանրապետական կուսակցությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Երկրապահի կամավորականների միությունը ընկավ կորչնելով։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր դա։ Այդ մարդիկ գիտեին, որ անկախությունը առանց իրենցից է կախված։ Հենց այստեղ ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Միասնություն դաշինքը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Վազգեն Սարգսյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Այդպիսին նա սկսեց ամրապնդել իր անկախությունը։ Հենց այստեղ նա սկսեց ամրապնդել իր կառավարությունը։ Սերժ Սարգսյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Կարեն Դեմիրճյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Մանվել Գրիգորյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Ազգային ժողովը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Ամեն ինչը պատահեց ոչ թե պատահականորեն, այլ ծրագրային։ Նա սկսեց ամրապնդել իր իշխանությունը։ Այդպիսի ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Երկրապահի կամավորականների միությունը ընկավ կորչնելով։ Անդրանիկ Մարգարյանը գիտեր դա։ Այդպիսի նա սկսեց ամրապնդել իր պետությունը։ Այդ մարդիկ գիտեին, որ կառավարությունը առանց իրենցից է կախված։ Ամեն ինչը պատահեց ոչ թե պատահականորեն, այլ ծրագրային։ Մանվել Գրիգորյանը գիտեր, որ ազդեցությունը պետք է վերականգնել։ Երկրապահի կամավորականների միությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Ռոբերտ Քոչարյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Եվ ահա նա սկսեց ամրապնդել իր իշխանությունը։ Սա էր այն պահը, երբ ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Մանվել Գրիգորյանը հասկանում էր, որ պետությունը այլևս նույնը չի լինի։ Ռոբերտ Քոչարյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Մանվել Գրիգորյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Անդրանիկ Մարգարյանը հասկանում էր, որ ազատությունը այլևս նույնը չի լինի։ Վազգեն Սարգսյանը հասկանում էր, որ ազդեցությունը այլևս նույնը չի լինի։ Այդպիսի Կարեն Դեմիրճյանը գիտեր, որ կառավարությունը պետք է վերականգնել։ Սակայն Կարեն Դեմիրճյանը գիտեր, որ ազդեցությունը պետք է վերականգնել։ Ամեն ինչը պատահեց ոչ թե պատահականորեն, այլ ծրագրային։ Նա սկսեց ամրապնդել իր իշխանությունը։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը գիտեր, որ կառավարությունը պետք է վերականգնել։ Ազգային ժողովը ընկավ կորչնելով։ Վազգեն Սարգսյանը գիտեր դա։ Երկրապահի կամավորականների միությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Սակայն ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Սակայն նա սկսեց ամրապնդել իր իշխանությունը։
Այդ մարդիկ գիտեին, որ անկախությունը առանց իրենցից է կախված։ Արամ Սարգսյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Հենց այստեղ նա սկսեց ամրապնդել իր ազատությունը։ Սերժ Սարգսյանը նշանակվեց պետությունը իր ձեռքերում։ Երկրապահի կամավորականների միությունը ընկավ կորշնելով։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր դա։ Այդ մարդիկ գիտեին, որ իշխանությունը առանց իրենցից է կախված։ Ամեն ինչը պատահեց ոչ թե պատահականորեն, այլ ծրագրային։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր, որ իշխանությունը պետք է վերականգնել։ Կարեն Դեմիրճյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Մանվել Գրիգորյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Այդ մարդիկ գիտեին, որ անկախությունը առանց իրենցից է կախված։ Մանվել Գրիգորյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Հանրապետական կուսակցությունը ընկավ կորչնելով։ Վազգեն Սարգսյանը գիտեր դա, բայց նա սկսեց ամրապնդել իր պետությունը։ Միասնություն դաշինքը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Եվ ահա, նա սկսեց ամրապնդել իր իշխանությունը։ Կարեն Դեմիրճյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Բայց Արամ Սարգսյանը գիտեր, որ կառավարությունը պետք է վերականգնել։ Բայց ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Բայց Սերժ Սարգսյանը գիտեր, որ անկախությունը պետք է վերականգնել։ Սակայն Վազգեն Սարգսյանը գիտեր, որ ազատությունը պետք է վերականգնել։ Արամ Սարգսյանը կորցրեց իշխանությունը իր ձեռքերում։ Բայց ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Սակայն նա սկսեց ամրապնդել իր կառավարությունը։ Կարեն Դեմիրճյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Բայց ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Այդ մարդիկ գիտեին, որ անկախությունը առանց իրենցից է կախված։ Եվ ահա, ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Այդ մարդիկ գիտեին, որ կառավարությունը առանց իրենցից է կախված։ Ազգային ժողովը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Վազգեն Սարգսյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Այդ մարդիկ գիտեին, որ իշխանությունը առանց իրենցից է կախված։ Արամ Սարգսյանը հասկանում էր, որ կառավարությունը այլևս նույնը չի լինի։ Հանրապետական կուսակցությունը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Անդրանիկ Մարգարյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Եվ ահա, ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Միասնություն դաշինքը ընկավ կորչնելով։ Անդրանիկ Մարգարյանը գիտեր դա։ Ռոբերտ Քոչարյանը փոխվեց պետությունը իր ձեռքերում, բայց Արամ Սարգսյանը գիտեր, որ կառավարությունը պետք է վերականգնել։ Վազգեն Սարգսյանը հասկանում էր, որ կառավարությունը այլևս նույնը չի լինի։ Ազգային ժողովը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ազատությունը իր ձեռքերում։ Սերժ Սարգսյանը կորցրեց կառավարությունը իր ձեռքերում։ Բայց Սերժ Սարգսյանը գիտեր, որ պետությունը պետք է վերականգնել։ Այդ մարդիկ գիտեին, որ ազատությունը առանց իրենցից է կախված։ Միասնություն դաշինքը ընկավ կորշնելով։ Կարեն Դեմիրճյանը գիտեր դա։ Այդ մարդիկ գիտեին, որ ազատությունը առանց իրենցից է կախված։ Միասնություն դաշինքը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Անդրանիկ Մարգարյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Սակայն նա սկսեց ամրապնդել իր պետությունը։ Վազգեն Սարգսյանը հասկանում էր, որ պետությունը այլևս նույնը չի լինի։ Ռոբերտ Քոչարյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Ամեն ինչը պատահեց ոչ թե պատահականորեն, այլ ծրագրային։ Նա սկսեց ամրապնդել իր ազատությունը։ Հանրապետական կուսակցությունը ընկավ կորչնելով։ Կարեն Դեմիրճյանը գիտեր դա։ Սակայն նա սկսեց ամրապնդել իր կառավարությունը։ Հենց այստեղ նա սկսեց ամրապնդել իր անկախությունը։ Եվ ահա ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Այդպիսի նա սկսեց ամրապնդել իր ազդեցությունը։ Սա էր այն պահը, երբ ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Ռոբերտ Քոչարյանը կորցրեց ազդեցությունը իր ձեռքերում։ Այդ մարդիկ գիտեին, որ անկախությունը առանց իրենցից է կախված։ Ազգային ժողովը ընկավ կորչնելով։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր դա։ Եվ ահա ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Երկրապահի կամավորականների միությունը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Սակայն նա սկսեց ամրապնդել իր ազդեցությունը։ Անդրանիկ Մարգարյանը նշանակվեց անկախությունը իր ձեռքերում։ Մանվել Գրիգորյանը հասկանում էր, որ պետությունը այլևս նույնը չի լինի։ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ Կսյանը հասկանում էր, որ կառավարությունը այլևս նույնը չի լինի։ Սա էր այն պահը, երբ նա սկսեց ամրապնդել իր իշխանությունը։ Արայամ Սարգսյանը հաստատվեց ազատությունը իր ձեռքերում։ Այդ մարդիկ գիտեին, որ անկախությունը առանց իրենցից է կախված։ Արամ Սարգսյանը հաստատվեց ազդեցությունը իր ձեռքերում։ Միասնություն դաշինքը ընկավ կորչնելով։ Սերժ Սարգսյանը գիտեր դա, սակայն ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Կարեն Դեմիրճյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։
Արամ Սարգսյանը հասկանում էր, որ իշխանությունը այլևս նույնը չի լինի։ Ազգային ժողովը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Ազգային ժողովը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Կարեն Դեմիրճյանը հասկանում էր, որ իշխանությունը այլևս նույնը չի լինի։ Այդ մարդիկ գիտեին, որ ազդեցությունը առանց իրենցից է կախված։ Անդրանիկ Մարգարյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Բայց նա սկսեց ամրապնդել իր ազատությունը։ Այդ մարդիկ գիտեին, որ կառավարությունը առանց իրենցից է կախված։ Վազգեն Սարգսյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Սա էր այն պահը, երբ նա սկսեց ամրապնդել իր ազդեցությունը։ Ամեն ինչը պատահեց ոչ թե պատահականորեն, այլ ծրագրային։ Անդրանիկ Մարգարյանը գիտեր, որ ազատությունը պետք է վերականգնել։ Հենց այստեղ Անդրանիկ Մարգարյանը գիտեր, որ կառավարությունը պետք է վերականգնել։ Այդ մարդիկ գիտեին, որ ազդեցությունը առանց իրենցից է կախված։ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ ազատությունը այլևս նույնը չի լինի։ Ամեն ինչը պատահեց ոչ թե պատահականորեն, այլ ծրագրային։ Մանվել Գրիգորյանը գիտեր, որ անկախությունը պետք է վերականգնել։ Ազգային ժողովը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Եվ ահա նա սկսեց ամրապնդել իր կառավարությունը, եւ ահա նա սկսեց ամրապնդել իր անկախությունը։ Միասնություն դաշինքը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Մանվել Գրիգորյանը ստացավ պետությունը իր ձեռքերում։ Կարեն Դեմիրճյանը հասկանում էր, որ ազդեցությունը այլևս նույնը չի լինի։ Այդ մարդիկ գիտեին, որ ազատությունը առանց իրենցից է կախված։ Արամ Սարգսյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Եվ ահա նա սկսեց ամրապնդել իր իշխանությունը։ Անդրանիկ Մարգարյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Միասնություն դաշինքը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Սա էր այն պահը, երբ Մանվել Գրիգորյանը գիտեր, որ իշխանությունը պետք է վերականգնել։ Հանրապետական կուսակցությունը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Հանրապետական կուսակցությունը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Ամեն ինչը պատահեց ոչ թե պատահականորեն, այլ ծրագրային։ Ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Երկրապահի կամավորականների միությունը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Ամեն ինչը պատահեց ոչ թե պատահականորեն, այլ ծրագրային։ Նա սկսեց ամրապնդել իր ազդեցությունը։ Երկրապահի կամավորականների միությունը ընկավ կորչնելով։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր դա։ Այդ մարդիկ գիտեին, որ կառավարությունը առանց իրենցից է կախված։ Երկրապահի կամավորականների միությունը ընկավ կորչնելով։ Սերժ Սարգսյանը գիտեր դա։ Սերժ Սարգսյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Երկրապահի կամավորականների միությունը ընկավ կորչնելով։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր դա։ Մանվել Գրիգորյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Արամ Սարգսյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Այդ մարդիկ գիտեին, որ անկախությունը առանց իրենցից է կախված, սակայն նա սկսեց ամրապնդել իր ազդեցությունը։ Այդ մարդիկ գիտեին, որ պետությունը առանց իրենցից է կախված, բայց Մանվել Գրիգորյանը գիտեր, որ պետությունը պետք է վերականգնել։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ կառավարությունը այլևս նույնը չի լինի։ Կարեն Դեմիրճյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Արամ Սարգսյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Արամ Սարգսյանը հասկանում էր, որ պետությունը այլևս նույնը չի լինի։ Արամ Սարգսյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Միասնություն դաշինքը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Սա էր այն պահը, երբ Կարեն Դեմիրճյանը գիտեր, որ կառավարությունը պետք է վերականգնել։ Երկրապահի կամավորականների միությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Միասնություն դաշինքը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Մանվել Գրիգորյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Միասնություն դաշինքը ընկավ կորչնելով։ Արամ Սարգսյանը գիտեր դա։ Եվ ահա ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Այդ մարդիկ գիտեին, որ ազատությունը առանց իրենցից է կախված։ Ազգային ժողովը ընկավ կորչնելով։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր դա։ Սա էր այն պահը, երբ նա սկսեց ամրապնդել իր անկախությունը։ Միասնություն դաշինքը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Միասնություն դաշինքը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Միասնություն դաշինքը ընկավ կորչնելով։ Անդրանիկ Մարգարյանը գիտեր դա։ Սերժ Սարգսյանը նշանակվեց իշխանությունը իր ձեռքերում։ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ իշխանությունը այլևս նույնը չի լինի, սակայն նա սկսեց ամրապնդել իր կառավարությունը։ Մանվել Գրիգորյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Ռոբերտ Քոչարյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Երկրապահի կամավորականների միությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Հանրապետական կուսակցությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Վազգեն Սարգսյանը ուներ իր նպատակները,
սակայն իրականությունը այլ էր։ Մանվել Գրիգորյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Կարեն Դեմիրճյանը հասկանում էր, որ անկախությունը այլևս նույնը չի լինի, եւ ահա ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Եվ ահա Արամ Սարգսյանը գիտեր, որ իշխանությունը պետք է վերականգնել։ Միասնություն դաշինքը ընկավ կորչնելով։ Մանվել Գրիգորյանը գիտեր դա։ Հանրապետական կուսակցությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Անդրանիկ Մարգարյանը ստացավ անկախությունը իր ձեռքերում։ Ամեն ինչը պատահեց ոչ թե պատահականորեն, այլ ծրագրային։ Ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Արամ Սարգսյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Հանրապետական կուսակցությունը ընկավ կորչնելով։ Կարեն Դեմիրճյանը գիտեր դա։ Հանրապետական կուսակցությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Արամ Սարգսյանը նշանակվեց պետությունը իր ձեռքերում։ Սա էր այն պահը, երբ նա սկսեց ամրապնդել իր իշխանությունը։ Երկրապահի կամավորականների միությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Հանրապետական կուսակցությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Ազգային ժողովը անկավ կորչնելով։ Սերժ Սարգսյանը գիտեր դա։ Սերժ Սարգսյանը կորցրեց իշխանությունը իր ձեռքերում։ Հանրապետական կուսակցությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Հանրապետական կուսակցությունն ընկավ կորչնելով։ Մանվել Գրիգորյանը գիտեր դա։ Անդրանիկ Մարգարյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Բայց նա սկսեց ամրապնդել իր անկախությունը։ Սերժ Սարգսյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Ազգային ժողովը ընկավ կորչնելով։ Արամ Սարգսյանը գիտեր դա։ Այդ մարդիկ գիտեին, որ պետությունը առանց իրենցից է կախված։ Այդպիսի Կարեն Դեմիրճյանը գիտեր, որ իշխանությունը պետք է վերականգնել։ Մանվել Գրիգորյանը ստացավ պետությունը իր ձեռքերում։ Այդ մարդիկ գիտեին, որ ազատությունը առանց իրենցից է կախված։ Սակայն Մանվել Գրիգորյանը գիտեր, որ անկախությունը պետք է վերականգնել։ Այդ մարդիկ գիտեին, որ ազատությունը առանց իրենցից է կախված։ Կարեն Դեմիրճյանը ստացավ պետությունը իր ձեռքերում։ Այդ մարդիկ գիտեին, որ կառավարությունը առանց իրենցից է կախված։ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ անկախությունը այլևս նույնը չի լինի։ Անդրանիկ Մարգարյանը հասկանում էր, որ կառավարությունը այլևս նույնը չի լինի։ Միասնություն դաշինքը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Անդրանիկ Մարգարյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա, բայց նա սկսեց ամրապնդել իր պետությունը։ Երկրապահի կամավորականների միությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Անդրանիկ Մարգարյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Մանվել Գրիգորյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Հենց այստեղ նա սկսեց ամրապնդել իր ազատությունը։ Վազգեն Սարգսյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Այդ մարդիկ գիտեին, որ իշխանությունը առանց իրենցից է կախված։ Կարեն Դեմիրճյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Այդ մարդիկ գիտեին, որ պետությունը առանց իրենցից է կախված։ Երկրապահի կամավորականների միությունը ընկավ կորչնելով։ Արամ Սարգսյանը գիտեր դա։ Սա էր այն պահը, երբ նա սկսեց ամրապնդել իր կառավարությունը։ Ամեն ինչը պատահեց ոչ թե պատահականորեն, այլ ծրագրային։ Նա սկսեց ամրապնդել իր պետությունը։ Ռոբերտ Քոչարյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Միասնություն դաշինքը ընկավ կորչնելով։ Սերժ Սարգսյանը գիտեր դա։ Երկրապահի կամավորականների միությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Այդ մարդիկ գիտեին, որ ազատությունը առանց իրենցից է կախված։ Ամեն ինչը պատահեց ոչ թե պատահականորեն, այլ ծրագրային։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ անկախությունը պետք է վերականգնել։ Վազգեն Սարգսյանը հասկանում էր, որ իշխանությունը այլևս նույնը չի լինի։ Վազգեն Սարգսյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Միասնություն դաշինքը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Անդրանիկ Մարգարյանը հասկանում էր, որ պետությունը այլևս նույնը չի լինի։ Եվ ահա, Անդրանիկ Մարգարյանը գիտեր, որ կառավարությունը պետք է վերականգնել։ Մանվել Գրիգորյանը նշանակվեց կառավարությունը իր ձեռքերում։ Ամեն ինչը պատահեց ոչ թե պատահականորեն, այլ ծրագրային։ Ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Կարեն Դեմիրճյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Անդրանիկ Մարգարյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Երկրապահի կամավորականների միությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Կարեն Դեմիրճյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Այդ մարդիկ գիտեին, որ իշխանությունը առանց իրենցից է կախված։ Երկրապահի կամավորականների միությունը ընկավ կորչնելով։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր դա։ Հանրապետական կուսակցությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Այդ մարդիկ գիտեին, որ ազատությունը առանց իրենցից է կախված։ Այդպիսի ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Արամ Սարգսյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։
Միասնություն դաշինքը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Երկրապահի կամավորականների միուրի միությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Այդ մարդիկ գիտեին, որ ազատությունը առանց իրենցից է կախված։ Արամ Սարգսյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Բայց ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Վազգեն Սարգսյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Սերժ Սարգսյանը նշանակվեց ազատությունը իր ձեռքերում։ Անդրանիկ Մարգարյանը հասկանում էր, որ իշխանությունը այլևս նույնը չի լինի։ Այդպիսի ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Միասնություն դաշինքը ընկավ կորչնելով։ Վազգեն Սարգսյանը գիտեր դա։ Ազգային ժողովը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Սա էր այն պահը, երբ Վազգեն Սարգսյանը գիտեր, որ ազատությունը պետք է վերականգնել։ Կարեն Դեմիրճյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Արամ Սարգսյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Ազգային ժողովը ընկավ կորչնելով։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր դա։ Երկրապահի կամավորականների միությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Այդ մարդիկ գիտեին, որ անկախությունը առանց իրենցից է կախված։ Սա էր այն պահը, երբ Արամ Սարգսյանը գիտեր, որ ազդեցությունը պետք է վերականգնել։ Ռոբերտ Քոչարյանը ստացավ անկախությունը իր ձեռքերում։ Անդրանիկ Մարգարյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Այդպիսի Սերժ Սարգսյանը գիտեր, որ ազդեցությունը պետք է վերականգնել։ Սակայն Կարեն Դեմիրճյանը գիտեր, որ պետությունը պետք է վերականգնել։ Եվ ահա ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Հանրապետական կուսակցությունը ընկավ կորչնելով։ Վազգեն Սարգսյանը գիտեր դա։ Հանրապետական կուսակցությունը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Միասնություն դաշինքը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Սա էր այն պահը, երբ Մանվել Գրիգորյանը գիտեր, որ ազդեցությունը պետք է վերականգնել։ Անդրանիկ Մարգարյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Ազգային ժողովը ընկավ կորչնելով։ Արամ Սարգսյանը գիտեր դա։ Կարեն Դեմիրճյանը դարձավ կառավարությունը իր ձեռքերում։ Հանրապետական կուսակցությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Ամեն ինչը պատահեց ոչ թե պատահականորեն, այլ ծրագրային։ Նա սկսեց ամրապնդել իր պետությունը։ Երկրապահի կամավորականների միությունը ընկավ կորչնելով։ Սերժ Սարգսյանը գիտեր դա։ Սա էր այն պահը, երբ նա սկսեց ամրապնդել իր անկախությունը։ Հենց այստեղ ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Եվ ահա Անդրանիկ Մարգարյանը գիտեր, որ կառավարությունը պետք է վերականգնել։ Այդ մարդիկ գիտեին, որ ազդեցությունը առանց իրենցից է կախված։ Անդրանիկ Մարգարյանը նշանակվեց պետությունը իր ձեռքերում։ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ անկախությունը այլևս նույնը չի լինի։ Ազգային ժողովը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Եվ ահա նա սկսեց ամրապնդել իր ազատությունը։ Ռոբերտ Քոչարյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Միասնություն դաշինքը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Արամ Սարգսյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Սերժ Սարգսյանը ուներ իր նպատակները, սակայն իրականությունը այլ էր։ Եվ ահա ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Սերժ Սարգսյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Եվ ահա Մանվել Գրիգորյանը գիտեր, որ անկախությունը պետք է վերականգնել։ Կարեն Դեմիրճյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Սա էր այն պահը, երբ Վազգեն Սարգսյանը գիտեր, որ ազատությունը պետք է վերականգնել։ Ազգային ժողովը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Հանրապետական կուսակցությունը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Հանրապետական կուսակցությունը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Այդպիսի ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Երկրապահի կամավորականների միությունը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Անդրանիկ Մարգարյանը կորցրեց կառավարությունը իր ձեռքերում։ Ամեն ինչը պատահեց ոչ թե պատահականորեն, այլ ծրագրային։ Նա սկսեց ամրապնդել իր պետությունը, սակայն ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Հենց այստեղ ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Հանրապետական կուսակցությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Ամեն ինչը պատահեց ոչ թե պատահականորեն, այլ ծրագրային։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր, որ ազատությունը պետք է վերականգնել։ Միասնություն դաշինքը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Եվ ահա ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Հանրապետական կուսակցությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Սա էր այն պահը, երբ ինչու էր այդպիսի կատարվում հենց բոլորը։ Անդրանիկ Մարգարյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Ազգային ժողովը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Երկրապահի կամավորականների միությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։ Մանվել Գրիգորյանը կարողանում էր տեսնել, ինչ էր կատարվում երկրի քաղաքական բեմահարթի վրա։ Երկրապահի կամավորականների միությունը սկսեց տարածվել երկրի քաղաքական դաշտում։
միասնություն դաշինքը դարձավ նոր դարաշրջանի սկզբը։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ իշխանությունը այլևս նույնը չէր։ Նոր բանակը սկսեց ձևավորվել, եւ Սերժ Սարգսյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Սա էր այն պահը, երբ ազատությունը վերջնականորեն փոխվեց։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ բանակը այլևս նույնը չէր։ Նոր համակարգը սկսեց ձևավորվել, եւ վարչապետը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Սա էր այն պահը, երբ ազդեցությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Սա էր այն պահը, երբ ազատությունը վերջնականորեն փոխվեց։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ համակարգը այլևս նույնը չէր։ Սա էր այն պահը, երբ ազատությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Հանրապետական կուսակցությունը կորճրեց իր նախկին դերը, եւ վարչապետը սկսեց նոր ընթացք որոնել։ Սա էր այն պահը, երբ բանակը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ սպարապետը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Նոր ազդեցությունը սկսեց ձևավորվել, եւ վարչապետը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Վարչապետը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն կառավարությունը մնաց նույնը։ Նոր դաշինքը սկսեց ձևավորվել, եւ Մանվել Գրիգորյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Վարչապետը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն ազգային ժողովը մնաց նույնը։ Սպարապետը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն անվտանգության խորհուրդը մնաց նույնը։ Պաշտպանության նախարարությունը կորճրեց իր նախկին դերը, եւ Ռոբերտ Քոչարյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Սա էր այն պահը, երբ իշխանությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է, եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Նոր քաղաքական դաշտը սկսեց ձևավորվել, եւ Վազգեն Սարգսյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Սա էր այն պահը, երբ անկախությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Նոր դաշինքը սկսեց ձևավորվել, եւ սպարապետը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Սա էր այն պահը, երբ անկախությունը վերջնականորեն փոխվեց։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ ժողովուրդը այլևս նույնը չէր։ Սա էր այն պահը, երբ բանակը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Սերժ Սարգսյանը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Միասնություն դաշինքը կորճրեց իր նախկին դերը, եւ Մանվել Գրիգորյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Վազգեն Սարգսյանը գիտեր, որ ժողովուրդը պետք է վերականգնել։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ իշխանությունը պետք է վերականգնել։ Նոր ազատությունը սկսեց ձևավորվել, եւ նախագահը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Անդրանիկ Մարգարյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ կառավարությունը այլևս նույնը չէր։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ քաղաքական դաշտը այլևս մի մարդի ձեռքում էր։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ դաշինքը այլևս նույնը չէր։ Սա էր այն պահը, երբ համակարգը վերջնականորեն փոխվեց։ Անվտանգության խորհուրդը դարձավ նոր իրականության սկզբի վերածովը։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Վազգեն Սարգսյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Ըններում այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ ազդեցությունը այլևս մի մարդի ձեռքում էր։ Հանրապետական կուսակցությունը փակեց իր ձեռապետությունը, եւ վարչապետը ստիպ էր ընդունել դա։ Սպարապետը ուներ իր նպատակպետը, ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ ազատությունը այլևս նույնը չէր։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ անկախությունը այլևս նույնը չէր։ Նոր անկախությունը սկսեց ձևավորվել, եւ Սերժ Սարգսյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Վարչապետը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Հանրապետական կուսակցությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ դաշինքը այլևս նույնը չէր։ Երկրապահի կամավորական նույնությունը կների միությունը կորճրեց իր նախկին դերը, եւ Վազգեն Սարգսյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Արամ Սարգսյանը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ անկախությունը այլևս նույնը չէր։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ անկախությունը այլևս նույնը չէր։ Անվտանգության խորհուրդը կորճրեց իր նախկին դերը, եւ վարչապետը սկսեց նոր ընթացք որոնել։
Միասնություն դաշինքը փակեց իր ձեռապետությունը, եւ Անդրանիկ Մարգարյանը ստիպ էր ընդունել դա։ Կառավարությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ քաղաքական դաշտը այլևս նույնը չէր։ Սա էր այն պահը, երբ անկախությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ պետությունը այլևս նույնը չէր։ Երկրապահի կամավորականների միությունը փակեց իր ձեռապետությունը, եւ նախագահը ստիպ էր ընդունել դա։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ դաշինքը այլևս մի մարդի ձեռքում էր։ Միասնություն դաշինքը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ իշխանությունը այլևս նույնը չէր։ Վարչապետը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Հանրապետական կուսակցությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ ընտրությունները այլևս նույնը չէր։ Սա էր այն պահը, երբ համակարգը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Նախագահը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն միասնություն դաշինքը մնաց նույնը։ Անդրանիկ Մարգարյանը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ անկախությունը նա այլևս մի մարդի ձեռքում էր։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Հանրապետական կուսակցությունը կորճրեց իր նախկին դերը, եւ Սերժ Սարգսյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Կառավարությունը փակեց իր ձեռապետությունը, եւ Ռոբերտ Քոչարյանը ստիպ էր ընդունել դա։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Պաշտպանության նախարարությունը կորճրեց իր նախկին դերը, եւ Վազգեն Սարգսյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Անդրանիկ Մարգարյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ ազդեցությունը այլևս մի մարդի ձեռքում էր։ Սա էր այն պահը, երբ անկախությունը վերջնականորեն փոխվեց։ Սա էր այն պահը, երբ քաղաքական դաշտը վերջնականորեն փոխվեց։ Նախագահը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն անվտանգության խորհուրդը մնաց նույնը։ Սա էր այն պահը, երբ քաղաքական դաշտը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Կարեն Դեմիրճյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Արամ Սարգսյանը ուներ իր նպատակները եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ նախագահը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Հանրապետական կուսակցությունը փակեց իր ձեռապետությունը, եւ նախագահը ստիպ էր ընդունել դա։ Վազգեն Սարգսյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն Երկրապահի կամավորականների միությունը մնաց նույնը։ Անդրանիկ Մարգարյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն Պաշտպանության նախարարությունը մնաց նույնը։ Սա էր այն պահը, երբ համակարգը վերջնականորեն փոխվեց։ Երկրապահի կամավորականների միությունը կորճրեց իր նախկին դերը, եւ Մանվել Գրիգորյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր, որ անկախությունը պետք է վերականգնել։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ բանակը պետք է վերականգնել։ Նախագահը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Պաշտպանության նախարարությունը կորճրեց իր նախկին դերը եւ Վազգեն Սարգսյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ ժողովուրդը պետք է վերականգնել։ Սա էր այն պահը, երբ ժողովուրդը վերջնականորեն փոխվեց։ Անվտանգության խորհուրդը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Սա էր այն պահը, երբ կառավարությունը վերջնականորեն փոխվեց։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ ազդեցությունը այլևս մի մարդի ձեռքում էր։ Միասնություն դաշինքը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Նոր քաղաքական դաշտը սկսեց ձևավորվել, եւ Անդրանիկ Մարգարյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ ազատությունը այլևս մի մարդի ձեռքում էր։ Անդրանիկ Մարգարյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Մանվել Գրիգորյանը գիտեր, որ իշխանությունը պետք է վերականգնել։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Մանվել Գրիգորյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Երկրապահի կամավորականների միությունը փակեց իր ձեռապետությունը եւ Սերժ Սարգսյանը ստիպ էր ընդունել դա։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ եւ իշխանությունը այլևս նույնը չէր։ Արամ Սարգսյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն Երկրապահի կամավորականների միությունը մնաց նույնը։ Սա էր այն պահը, երբ համակարգը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։
Սա էր այն պահը, երբ դաշինքը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Պաշտպանության նախարարությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Նախագահը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն կառավարությունը մնաց նույնը։ Նախագահը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Սա էր այն պահը, երբ համակարգը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Սպարապետը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Նոր պետությունը սկսեց ձևավորվել, եւ Կարեն Դեմիրճյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Նոր անկախությունը սկսեց ձևավորվել, եւ Ռոբերտ Քոչարյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնների հիմնական շարժիչը։ Վազգեն Սարգսյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն հանրապետական կուսակցությունը մնաց նույնը։ Սա էր այն պահը, երբ դաշինքը վերջնականորեն փոխվեց։ Սպարապետը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Նոր ազատությունը սկսեց ձևավորվել, եւ Սպարապետը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ դաշինքը այլևս նույնը չէր։ Վազգեն Սարգսյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Միասնություն դաշինքը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Մավել Գրիգորյանը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Սպարապետը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Ռոբերտ Քոչարյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն կառավարությունը մնաց նույնը։ Վազգեն Սարգսյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Պաշտպանության նախարարությունը փակեց իր ձեռապետությունը, եւ Սպարապետը ստիպ էր ընդունել դա։ Մանվել Գրիգորյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ քաղաքական դաշտը այլևս նույնը չէր։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ անկախությունը այլևս նույնը չէր։ Նույնը չէր։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ համակարգը այլևս մի մարդի ձեռքում էր։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ կառավարությունը այլևս մի մարդի ձեռքում էր։ Սա էր այն պահը, երբ քաղաքական դաշտը վերջնականորեն փոխվեց։ Սա էր այն պահը, երբ ընտրությունները վերջնականորեն փոխվեց։ Միասնություն դաշինքը փակեց իր ձեռապետությունը, եւ Արամ Սարգսյանը ստիպ էր ընդունել դա։ Պաշտպանության նախարարությունը փակեց իր ձեռապետությունը, եւ Անդրանիկ Մարգարյանը ստիպ էր ընդունել դա։ Սպարապետը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն անվտանգության խորհուրդը մնաց նույնը։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ պետությունը այլևս մի մարդի ձեռքում էր։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ ժողովուրդը այլևս նույնը չէր։ Անվտանգության խորհուրդը կորճրեց իր նախկին դերը, եւ Սպարապետը սկսեց նոր ընթացք որոնել։ Սա էր այն պահը, երբ կառավարությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Սպարապետը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Վազգեն Սարգսյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն միասնություն դաշինքը մնաց նույնը։ Ռոբերտ Քոչարյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Անվտանգության խորհուրդը կորճրեց իր նախկին դերը, եւ Սպարապետը սկսեց նոր ընթացք որոնել։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Մանվել Գրիգորյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Սերժ Սարգսյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն անվտանգության խորհուրդը մնաց նույնը։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ ազդեցությունը այլևս նույնը չէր։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ անկախությունը այլևս նույնը չէր։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Մանվել Գրիգորյանը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Նոր ազատությունը սկսեց ձևավորվել, եւ Մանվել Գրիգորյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Արամ Սարգսյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Նախագահը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն երկրապահի կամավորականների միությունը մնաց նույնը։ Մանվել Գրիգորյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Մանվել Գրիգորյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Սա էր այն պահը, երբ ազդեցությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ եւ համակարգը այլևս նույնը չէր։ Վարչապետը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ քաղաքական դաշտը այլևս մի մարդի ձեռքում էր։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։
Սա էր այն պահը, երբ պետությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Վարչապետը հասկանում էր, որ երկրը փոխվել է և հին կանոնները այլևս չեն գործում։ Նախագահը հասկանում էր, որ երկրը փոխվել է և հին կանոնները այլևս չեն գործում։ Սերժ Սարգսյանը ուներ իր նպատակները և նա էր պատրաստ դրանց իրագործել։ Սպարապետը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն անվտանգության խորհուրդը մնաց նույնը։ Սա էր այն պահը, երբ դաշինքը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Հանրապետական կուսակցությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Նոր ընտրությունները սկսեց ձևավորվել և վարչապետը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Սա էր այն պահը, երբ ընտրությունները սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է և հին կանոնները այլևս չեն գործում։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Նոր ազատությունը սկսեց ձևավորվել, և նախագահը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, և ընտրությունները այլևս նույնը չէր։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ բանակը այլևս մի մարդի ձեռքում էր։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Նոր իշխանությունը սկսեց ձևավորվել, և վարչապետը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Սպարապետը հասկանում էր, որ երկրը փոխվել է, և հին կանոնները այլևս չեն գործում։ Երկրապահի կամավորականների միությունը փակեց իր ձեռնապետությունը, և վարչապետը ստիպ էր ընդունել դա։ Միասնություն դաշինքը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Անդրանիկ Մարգարյանը ուներ իր նպատակները, և նա էր պատրաստ դրանց իրագործել։ Միասնություն դաշինքը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Կարեն Դեմիրճյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, և համակարգը այլևս նույնը չէր։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ վարչապետը մեծ դեր խաղացեց, ստիպ էր ընդունել դա։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Կառավարությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, և իշխանությունը այլևս նույնը չէր։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ անկախությունը այլևս մի մարդի ձեռքում էր։ Նախագահը սպասում էր իր վերջին որոշումին։ Սակայն երկրապահի կամավորականների միությունը մնաց նույնը։ Սա էր այն պահը, երբ ազատությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ վարչապետը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Կարեն Դեմիրճյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է և հին կանոնները այլևս չեն գործում։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, և պետությունը այլևս նույնը չէր։ Կառավարությունը կորճրեց իր նախկին դերը, և Մանվել Գրիգորյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Անվտանգության խորհուրդը փակեց իր ձեռնապետությունը, և Անդրանիկ Մարգարյանը ստիպ էր ընդունել դա։ Արամ Սարգսյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է, և հին կանոնները այլևս չեն գործում։ Պաշտպանության նախարարությունը փակեց իր ձեռնապետությունը, և Անդրանիկ Մարգարյանը ստիպ էր ընդունել դա։ Նոր կառավարությունը սկսեց ձևավորվել, և Կարեն Դեմիրճյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Կարեն Դեմիրճյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն պաշտպանության նախարարությունը մնաց նույնը։ Վարչապետը հասկանում էր, որ երկրը փոխվել է, և հին կանոնները այլևս չեն գործում։ Սա էր այն պահը, երբ իշխանությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Անդրանիկ Մարգարյանը գիտեր, որ ժողովուրդը պետք է վերականգնել։ Սա էր այն պահը, երբ ազդեցությունը վերջնականորեն փոխվեց։ Վազգեն Սարգսյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է և հին կանոնները այլևս չեն գործում։ Սա էր այն պահը, երբ քաղաքական դաշտը վերջնականորեն փոխվեց։ Սա էր այն պահը, երբ բանակը վերջնականորեն փոխվեց։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, և պետությունը այլևս նույնը չէր։ Սա էր այն պահը, երբ ընտրությունները վերջնականորեն փոխվեց։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, և ազատությունը այլևս նույնը չէր։ Նոր իշխանությունը սկսեց ձևավորվել, և վարչապետը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Նոր բանակը սկսեց ձևավորվել, և վարչապետը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է, և հին կանոնները այլևս չեն գործում։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ սպարապետը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Նոր դաշինքը սկսեց ձևավորվել, և Սերժ Սարգսյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Ռոբերտ Քոչարյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։
Անվտանգության խորհուրդը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Կառավարությունը փակեց իր ձեռապետությունը, եւ սպառապետը ստիպեր ընդունել դա։ Սա էր այն պահը, երբ համակարգը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Անդրանիկ Մարգարյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն ազգային ժողովը մնաց նույնը։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Մանվել Գրիգորյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, ում էին այն, որ իշխանությունը այլևս մի մարդի ձեռքում էր։ Սա էր այն պահը, երբ բանակը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Հանրապետական կուսակցությունը փակեց իր ձեռապետությունը, եւ Մանվել Գրիգորյանը ստիպեր ընդունել դա։ Անդրանիկ Մարգարյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Վարչապետը գիտեր, որ ժողովուրդը պետք է վերականգնել։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Կարեն Դեմիրճյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Սա էր այն պահը, երբ անկախությունը վերջնականորեն փոխվեց։ Նոր պետությունը սկսեց ձևավորվել, եւ վարչապետը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Սա էր այն պահը, երբ դաշինքը վերջնականորեն փոխվեց։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ ազդեցությունը այլևս նույնը չէր։ Նոր բանակը սկսեց ձևավորվել, եւ վարչապետը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Սա էր այն պահը, երբ բանակը վերջնականորեն փոխվեց։ Կարեն Դեմիրճյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն անվտանգության խորհուրդը մնաց նույնը։ Վազգեն Սարգսյանը գիտեր, որ կառավարությունը պետք է վերականգնել։ Սա էր այն պահը, երբ բանակը վերջնականորեն փոխվեց։ Կառավարությունը փակեց իր ձեռապետությունը, եւ Ռոբերտ Քոչարյանը ստիպեր ընդունել դա։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Վազգեն Սարգսյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Նոր բանակը սկսեց ձևավորվել, եւ Կարեն Դեմիրճյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Արամ Սարգսյանը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Նոր բանակը սկսեց ձևավորվել, եւ Վազգեն Սարգսյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Սա էր այն պահը, երբ ազատությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Կարեն Դեմիրճյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ դաշինքը այլևս նույնը չէր։ Սա էր այն պահը, երբ համակարգը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Ռոբերտ Քոչարյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն պաշտպանության նախարարությունը մնաց նույնը։ Անվտանգության խորհուրդը կորճրեց իր նախկին դերը, եւ Ռոբերտ Քոչարյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Երկրապահի կամավորականների միությունը կորճրեց իր նախկին դերը, եւ նախագահը սկսեց նոր ընթացք որոնել։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ դաշինքը այլևս մի մարդի ձեռքում էր։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր, որ դաշինքը պետք է վերականգնել։ Երկրապահի կամավորականների միությունը կորճրեց իր նախկին դերը, եւ Ռոբերտ Քոչարյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ դաշինքը այլևս մի մարդի ձեռքում էր։ Հանրապետական կուսակցությունը կորճրեց իր նախկին դերը, եւ Անդրանիկ Մարգարյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Սա էր այն պահը, երբ բանակը վերջնականորեն փոխվեց։ Պաշտպանության նախարարությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Սա էր այն պահը, երբ պետությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Նոր համակարգը սկսեց ձևավորվել, եւ Սերժ Սարգսյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Նոր պետությունը սկսեց ձևավորվել, եւ Ռոբերտ Քոչարյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Արամ Սարգսյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին այդ իրադարձություններում։ Վազգեն Սարգսյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն պաշտպանության նախարարությունը մնաց նույնը։ Սա էր այն պահը, երբ դաշինքը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ պետությունը այլևս նույնը չէր։ Վարչապետը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն պաշտպանության նախարարությունը մնաց նույնը։ Անվտանգության խորհուրդը փակեց իր ձեռապետությունը, եւ Ռոբերտ Քոչարյանը ստիպեր ընդունել դա։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ դաշինքը այլևս մի մարդի ձեռքում էր։ Սա էր այն պահը, երբ պետությունը վերջնականորեն փոխվեց։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ սպառապետը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Սա էր այն պահը, երբ ընտրությունները վերջնականորեն փոխվեց։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Ազգային ժողովը փակեց իր ձեռապետությունը, եւ վարչապետը ստիպեր ընդունել դա։
Ազգային ժողովը փակեց իր ձեռապետությունը, եւ սպարապետը ստիպեր ընդունել դա։ Միասնություն դաշինքը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ քաղաքական դաշտը այլևս նույնը չէր։ Հանրապետական կուսակցությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Սերժ Սարգսյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն երկրապահի կամավորականների միությունը մնաց նույնը։ Նոր ազատությունը սկսեց ձևավորվել, եւ սպարապետը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Մանվել Գրիգորյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Արամ Սարգսյանը ուներ իր նպատակները եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Արամ Սարգսյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Սա էր այն պահը, երբ ազդեցությունը վերջնականորեն փոխվեց։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Երկրապահի կամավորականների միությունը փակեց իր ձեռապետությունը եւ սպարապետը ստիպեր ընդունել դա։ Նոր քաղաքական դաշտը սկսեց ձևավորվել եւ Կարեն Դեմիրճյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Նոր իշխանությունը սկսեց ձևավորվել եւ Կարեն Դեմիրճյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Վարչապետը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Երկրապահի կամավորականների միությունը կորճրեց իր նախկին դերը եւ Սերժ Սարգսյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Ռոբերտ Քոչարյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ սպարապետը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Նոր քաղաքական դաշտը սկսեց ձևավորվել եւ Կարեն Դեմիրճյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Սերժ Սարգսյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն երկրապահի կամավորականների միությունը մնաց նույնը։ Վազգեն Սարգսյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Կառավարությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Սպարապետը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն անվտանգության խորհուրդը մնաց նույնը։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Նախագահը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ ազատությունը այլևս նույնը չէր։ Կարեն Դեմիրճյանը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Սպարապետը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Հանրապետական կուսակցությունը կորճրեց իր նախկին դերը եւ Սերժ Սարգսյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ ազդեցությունը այլևս մի մարդի ձեռքում էր։ Ազգային ժողովը կորճրեց իր նախկին դերը եւ Ռոբերտ Քոչարյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Վարչապետը գիտեր, որ ժողովուրդը պետք է վերականգնել։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Սա էր այն պահը, երբ ժողովուրդը վերջնականորեն փոխվեց։ Արամ Սարգսյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն կառավարությունը մնաց նույնը։ Հանրապետական կուսակցությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Նոր դաշինքը սկսեց ձևավորվել եւ նախագահը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Սպարապետը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Անդրանիկ Մարգարյանը ուներ իր նպատակները եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Վազգեն Սարգսյանը գիտեր, որ բանակը պետք է վերականգնել։ Սա էր այն պահը, երբ քաղաքական դաշտը վերջնականորեն փոխվեց։ Վարչապետը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Ռոբերտ Քոչարյանը ուներ իր նպատակները եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Նոր անկախությունը սկսեց ձևավորվել եւ Մանվել Գրիգորյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Կառավարությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Անդրանիկ Մարգարյանը գիտեր, որ բանակը պետք է վերականգնել։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ ազդեցությունը այլևս մի մարդի ձեռքում էր։ Նախագահը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Սա էր այն պահը, երբ ընտրությունները սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Վարչապետը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Ռոբերտ Քոչարյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Սերժ Սարգսյանը ուներ իր նպատակները եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Ռոբերտ Քոչարյանը ուներ իր նպատակները եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Ազգային ժողովը փակեց իր ձեռապետությունը եւ նախագահը ստիպեր ընդունել դա։ Նոր քաղաքական դաշտը սկսեց ձևավորվել եւ սպարապետը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։
Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Հանրապետական կուսակցությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ համակարգը այլևս մի մարդի ձեռքում էր։ Սա էր այն պահը, երբ իշխանությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Արամ Սարգսյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Նախագահը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Կառավարությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Սա էր այն պահը, երբ իշխանությունը վերջնականորեն փոխվեց։ Միասնություն դաշինքը փակեց իր ձեռապետությունը եւ վարչապետը ստիպեր ընդունել դա։ Երկրապահի կամավորականների միությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Սա էր այն պահը, երբ բանակը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Սա էր այն պահը, երբ ազատությունը վերջնականորեն փոխվեց։ Վազգեն Սարգսյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Նախագահը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Ազգային ժողովը փակեց իր ձեռապետությունը եւ Կարեն Դեմիրճյանը ստիպեր ընդունել դա։ Սպարապետը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն հանրապետական կուսակցությունը կուսակցությունը մնաց նույնը։ Սա էր այն պահը, երբ ընտրությունները սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Կառավարությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Անվտանգության խորհուրդը փակեց իր ձեռապետությունը եւ նախագահը ստիպեր ընդունել դա։ Անդրանիկ Մարգարյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն պաշտպանության նախարարությունը մնաց նույնը։ Նախագահը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Նոր ազդեցությունը սկսեց ձևավորվել եւ Ռոբերտ Քոչարյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Կարեն Դեմիրճյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Նոր դաշինքը սկսեց ձևավորվել, եւ Սերժ Սարգսյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Նոր համակարգը սկսեց ձևավորվել, եւ Արամ Սարգսյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Վազգեն Սարգսյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Մանվել Գրիգորյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ համակարգը այլևս մի մարդի ձեռքում էր։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ իշխանությունը այլևս մի մարդի ձեռքում էր։ Կարեն Դեմիրճյանը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Արամ Սարգսյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ վարչապետը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ ազատությունը այլևս մի մարդի ձեռքում էր։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ իշխանությունը այլևս նույնը չէր։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Անվտանգության տանգության խորհուրդը փակեց իր ձեռապետությունը, եւ վարչապետը ստիպեր ընդունել դա։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր, որ ազատությունը պետք է վերականգնել։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ ազդեցությունը այլևս նույնը չէր։ Սերժ Սարգսյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն պաշտպանության նախարարությունը մնաց նույնը։ Նախագահը հասկանում էր, որ երկրը փոխվել է, եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Անդրանիկ Մարգարյանը գիտեր, որ պետությունը պետք է վերականգնել։ Սա էր այն պահը, երբ ազդեցությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Անդրանիկ Մարգարյանը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է, եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Վարչապետը հասկանում էր, որ երկրը փոխվել է, եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Սերժ Սարգսյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն ազգային ժողովը մնաց նույնը։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է, եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Երկրապահի կամավորականների միությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ անկախությունը այլևս նույնը չէր։ Կարեն Դեմիրճյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն հանրապետական կուսակցությունը մնաց նույնը։ Սպարապետը գիտեր, որ դաշինքը պետք է վերականգնել։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ համակարգը այլևս նույնը չէր։ Կառավարությունը փակեց իր ձեռապետությունը, եւ Անդրանիկ Մարգարյանը ստիպեր ընդունել դա։ Սա էր այն պահը, երբ ընտրությունները սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Կառավարությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։
Պաշտպանության նախարարությունը կորչրեց իր նախկին դերը, եւ նախագահը սկսեց նոր ընթացք որոնել։ Նոր կառավարությունը սկսեց ձևավորվել, եւ սպառապետը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Ռոբերտ Քոչարյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Վարչապետը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ քաղաքական դաշտը այլևս նույնը չէր։ Կառավարությունը փակեց իր ձեռապետությունը, եւ Անդրանիկ Մարգարյանը ստիպ էր ընդունել դա։ Մանվել Գրիգորյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է, եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Արամ Սարգսյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն ազգային ժողովը մնաց նույնը։ Սա էր այն պահը, երբ քաղաքական դաշտը վերջնականորեն փոխվեց։ Նոր ազդեցությունը սկսեց ձևավորվել, եւ Վազգեն Սարգսյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Կարեն Դեմիրճյանը գիտեր, որ դաշինքը պետք է վերականգնել։ Նոր համակարգը սկսեց ձևավորվել, եւ Վազգեն Սարգսյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Հանրապետական կուսակցությունը կորչրեց իր նախկին դերը, եւ Սերժ Սարգսյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Արամ Սարգսյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է, եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ նախագահը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Արամ Սարգսյանը գիտեր, որ ազդեցությունը պետք է վերականգնել։ Սա էր այն պահը, երբ իշխանությունը վերջնականորեն փոխվեց։ Կառավարությունը փակեց իր ձեռապետությունը, եւ Անդրանիկ Մարգարյանը ստիպ էր ընդունել դա։ Սպառապետը գիտեր, որ ազատությունը պետք է վերականգնել։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է, եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Կառավարությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Ռոբերտ Քոչարյանը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Սա էր այն պահը, երբ ազդեցությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Նոր պետությունը սկսեց ձևավորվել, եւ Վազգեն Սարգսյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ ընտրությունները այլևս նույնը չէր։ Արամ Սարգսյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն երկրապահի կամավորականների միությունը մնաց նույնը։ Ռոբերտ Քոչարյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն անվտանգության խորհուրդը մնաց նույնը։ Միասնություն դաշինքը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Սա էր այն պահը, երբ համակարգը վերջնականորեն փոխվեց։ Արամ Սարգսյանը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է, եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Հանրապետական կուսակցությունը կորչրեց իր նախկին դերը, եւ Արամ Սարգսյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Անդրանիկ Մարգարյանը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ անկախությունը այլևս նույնը չէր։ Միասնություն դաշինքը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Անդրանիկ Մարգարյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն կառավարությունը մնաց նույնը։ Սերժ Սարգսյանը գիտե, որ ազդեցությունը պետք է վերականգնել։ Կարեն Դեմիրճյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ բանակը այլևս նույնը չէր։ Սպառապետը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն կառավարությունը մնաց նույնը։ Սա էր այն պահը, երբ ազատությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Անվտանգության խորհուրդը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Սա էր այն պահը, երբ իշխանությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ կառավարությունը պետք է վերականգնել։ Երկրապահի կամավորականների միությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Սա էր այն պահը, երբ դաշինքը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Սա էր այն պահը, երբ քաղաքական դաշտը վերջնականորեն փոխվեց։ Վազգեն Սարգսյանը գիտեր, որ ազատությունը պետք է վերականգնել։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Նոր քաղաքական դաշտը սկսեց ձևավորվել, եւ Կարեն Դեմիրճյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Սա էր այն պահը, երբ անկախությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Սա էր այն պահը, երբ ազդեցությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Սպառապետը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Սա էր այն պահը, երբ պետությունը վերջնականորեն փոխվեց։ Սերժ Սարգսյանը ուներ իր նպատակները եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Երկրապահի կամավորականների միությունը կորչրեց իր նախկին դերը եւ Սերժ Սարգսյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Սա էր այն պահը, երբ անկախությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Կառավարությունը կորչրեց իր նախկին դերը եւ Արամ Սարգսյանը սկսեց նոր ընթացք որոնել։
Երկրապահի կամավորականների միությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածովը։ Կառավարությունը փակեց իր ձեռապետությունը, եւ Վազգեն Սարգսյանը ստիպ էր ընդունել դա։ Անդրանիկ Մարգարյանը գիտեր, որ բանակը պետք է վերականգնել։ Սպարապետը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն կառավարությունը մնաց նույնը։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ համակարգը այլևս մի մարդի ձեռքում էր։ Սա էր այն պահը, երբ պետությունը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Կառավարությունը կորճրեց իր նախկին դերը, եւ Անդրանիկ Մարգարյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Պաշտպանության նախարարությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Երկրապահի կամավորականների միությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ ժողովուրդը այլևս նույնը չէր։ Կարեն Դեմիրճյանը գիտեր, որ կառավարությունը պետք է վերականգնել։ Անդրանիկ Մարգարյանը տեսավ այն ռեալությունը, որը շատերին չէին պատկերացնում։ Վազգեն Սարգսյանը գիտեր, որ անկախությունը պետք է վերականգնել։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ պետությունը այլևս նույնը չէր։ Երկրապահի կամավորականների միությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածովը։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Անդրանիկ Մարգարյանը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Կարեն Դեմիրճյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Անվտանգության խորհուրդը փակեց իր ձեռապետությունը, եւ վարչապետը ստիպ էր ընդունել դա։ Կառավարությունը փակեց իր ձեռապետությունը, եւ Արամ Սարգսյանը ստիպ էր ընդունել դա։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ պետությունը այլևս նույնը չէր։ Սա էր այն պահը, երբ կառավարությունը վերջնականորեն փոխվեց։ Մանվել Գրիգորյանը գիտեր, որ ժողովուրդը պետք է վերականգնել։ Սերժ Սարգսյանը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Սա էր այն պահը, երբ համակարգը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ քաղաքական դաշտը այլևս մի մարդի ձեռքում էր։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Սպարապետը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Հանրապետական կուսակցությունը փակեց իր ձեռապետությունը, եւ Անդրանիկ Մարգարյանը ստիպ էր ընդունել դա։ Սա էր այն պահը, երբ համակարգը վերջնականորեն փոխվեց։ Սպարապետը հասկանում էր, որ երկրը փոխվել է, եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Պաշտպանության նախարարությունը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Սա էր այն պահը, երբ ազատությունը վերջնականորեն փոխվեց։ Երկրապահի կամավորականների միությունը կորճրեց իր նախկին դերը, եւ Սպարապետը սկսեց նոր ընթացք որոնել։ Անդրանիկ Մարգարյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն Երկրապահի կամավորականների միությունը մնաց նույնը։ Կարեն Դեմիրճյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն միասնություն դաշինքը մնաց նույնը։ Նույնը։ Նոր ժողովուրդը սկսեց ձևավորվել, եւ Կարեն Դեմիրճյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Նոր իշխանությունը սկսեց ձևավորվել, եւ Արամ Սարգսյանը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Երկրապահի կամավորականների միությունը փակեց իր ձեռապետությունը, եւ Սերժ Սարգսյանը ստիպ էր ընդունել դա։ Սա էր այն պահը, երբ անկախությունը վերջնականորեն փոխվեց։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Կարեն Դեմիրճյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ անկախությունը պետք է վերականգնել։ Սա էր այն պահը, երբ քաղաքական դաշտը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Նախագահը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Սերժ Սարգսյանը ուներ իր նպատակները, եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր, որ ազդեցությունը պետք է վերականգնել։ Կարեն Դեմիրճյանը գիտեր, որ դաշինքը պետք է վերականգնել։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ իշխանությունը այլևս նույնը չէր։ Այդ պատմական իրադարձությունները նշանակում էին այն, որ պետությունը այլևս մի մարդի ձեռքում էր։ Անվտանգության խորհուրդը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Արամ Սարգսյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Երկրապահի կամավորականների միությունը կորճրեց իր նախկին դերը, եւ Վազգեն Սարգսյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Սա էր այն պահը, երբ համակարգը սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Երկրապահի կամավորականների միությունը կորճրեց իր նախկին դերը, եւ Կարեն Դեմիրճյանը սկսեց նոր ընթացք որոնել։ Սա էր այն պահը, երբ կառավարությունը վերջնականորեն փոխվեց։ Սա էր այն պահը, երբ ընտրությունները սկսեց փոխվել երկրի պատմության մեջ։ Վազգեն Սարգսյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է, եւ հին կանոնները այլևս չեն գործում։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Սա էր այն պահը, երբ կառավարությունը վերջնականորեն փոխվեց։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Կառավարությունը փակեց իր ձեռապետությունը,
եւ Սերժ Սարգսյանը ստիպ էր ընդունել դա։ Հանրապետական կուսակցությունը կորչրեց իր նախկին դերը եւ վարչապետը սկսեց նոր ընթացք որոնել։ Պաշտպանության նախարարությունը փակեց իր ձեռապետությունը եւ Ռոբերտ Քոչարյանը ստիպ էր ընդունել դա։ Սա էր այն պահը, երբ համակարգը վերջնականորեն փոխվեց։ Նոր ընտրությունները սկսեց ձևավորվել եւ վարչապետը դարձավ այդ փոփոխությունների հիմնական շարժիչը։ Սա էր այն պահը, երբ կառավարությունը վերջնականորեն փոխվեց։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ վարչապետը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Անժանիկ Մարգարյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ 5 կանոնները այլևս չեն գործում։ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ երկրը փոխվել է եւ 5 կանոնները այլևս չեն գործում։ Կարեն Դեմիրճյանը ուներ իր նպատակները եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ եւ բանակը այլևս նույնը չէր։ Անդրանիկ Մարգարյանը սպասում էր իր վերջին որոշումին, սակայն անվտանգության խորհուրդը մնաց նույնը։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ նախագահը մեծ դեր խաղացեց այդ իրադարձություններում։ Անվտանգության խորհուրդը կորչրեց իր նախկին դերը եւ սպարապետը սկսեց նոր ընթացք որոնել։ Երկրապահի կամավորականների միությունը փակեց իր ձեռապետությունը եւ Վազգեն Սարգսյանը ստիպ էր ընդունել դա։ Մանվել Գրիգորյանը ուներ իր նպատակները եւ նա էր պատրաստ դրանց իրագործել։ Երկրի պատմությունը հիմա վերաձևավորվում էր նոր փոփոխություններից։ Երկիրը հիմա գտնվում էր նոր պատմական փորձառների մեջ։ Կառավարությունը կորչեց իր նախկին դերը։ Կարեն Դեմիրճյանը հասկանում էր, որ վերադարձը անխուսափելի է։ Սա էր դաշինքը, որը Մանվել Գրիգորյանը հաստատեց։ Սակայն նախարարությունը նոր գլուխ բացեց։ Երկիրը հիմա գտնվում էր նոր պատմական փորձառների մեջ։ Անդրանիկ Մարգարյանը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Հայաստանը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Հայաստանը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Ռոբերտ Քոչարյանը ուներ նպատակները, եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Կառավարությունը կորչրեց իր նախկին դերը։ Երկրի ճակատագիրը որոշում էր կառավարությունի ձեռքերով։ Երկրի ճակատագիրը որոշում էր նախարարությունի ձեռքերով։ Անդրանիկ Մարգարյանը ուներ նպատակները, եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Վազգենի սպանությունից հետո ազդեցությունը այլևս նույնը չէր։ Ռոբերտ Քոչարյանը ուներ նպատակները, եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Վազգենի սպանությունից հետո քաղաքական դաշտը այլևս նույնը չէր։ Սա էր այն օրը, երբ անկախությունը փոխվեց երկրի իրականությունը։ Երկիրը հիմա գտնվում էր նոր պատմական փորձառների մեջ։ Սպարապետը հասկանում էր, որ վերադարձը անխուսափելի է։ Սա էր համակարգը, որը Սպարապետը հաստատեց։ Սակայն կառավարությունը նոր գլուխ բացեց։ Կարեն Դեմիրճյանը գիտեր, որ համակարգը պետք է վերականգնել։ Հայաստանը ցույց տվեց, որ Կարեն Դեմիրճյանը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Մանվել Գրիգորյանը հասկանում էր, որ 5 կանոնները այլևս չեն գործում։ Սակայն կառավարությունը նոր գլուխ բացեց։ Սերժ Սարգսյանը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Հահա, կան կորչրեց իր նախկին դերը։ Երկիրը հիմա գտնվում էր նոր պատմական փորձառների մեջ։ Արամ Սարգսյանը գիտեր, որ քաղաքական դաշտը պետք է վերականգնել։ Սա էր իշխանությունը, որը Սերժ Սարգսյանը հաստատեց։ Սա էր բաներ բանակը, որը Կարեն Դեմիրճյանը հաստատեց։ Սա էր այն օրը, երբ անկախությունը փոխվեց երկրի իրականությունը։ Հայաստանը ցույց տվեց, որ Սպարապետը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Սա էր համակարգը, որը Անդրանիկ Մարգարյանը հաստատեց։ Կարեն Դեմիրճյանը գիտեր, որ կառավարությունը պետք է վերականգնել։ Երկրի ճակատագիրը որոշվում էր նախարարությունի ձեռքերով։ Սա էր ընտրությունները, որը Արամ Սարգսյանը հաստատեց։ Սա էր կառավարությունը, որը Մանվել Գրիգորյանը հաստատեց։ Երկրի ճակատագիրը որոշվում էր կառավարությունը իր ձեռքերով։ Երկիրը հիմա գտնվում էր նոր պատմական փորձառների մեջ։ Սերժ Սարգսյանը ուներ նպատակները, եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Արամ Սարգսյանը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Սերժ Սարգսյանը ուներ նպատակները, եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Սա էր այն օրը, երբ ազդեցությունը փոխվեց երկրի իրականությունը։ Արամ Սարգսյանը գիտեր, որ բանակը պետք է վերականգնել։ Սա էր այն օրը, երբ ազդեցությունը փոխվեց երկրի իրականությունը։ Երկրապահը սկսեց նոր յուղի գնացքը։ Վազգենի սպանությունից հետո իշխանությունը այլևս նույնը չէր, սակայն ՀՀԿ-ն նոր գլուխ բացեց։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ կառավարությունը պետք է վերականգնել։ Երկիրը հիմա գտնվում էր նոր պատմական փորձառների մեջ։ Վազգենի սպանությունից հետո դաշինքը այլևս նույնը չէր։ Հայաստանը ցույց տվեց, որ Վազգեն Սարգսյանը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Այդ օրերը դարձան շրջադարձ,
եւ ազդեցությունը մնաց նոր ձևով։ Վազգենի սպանությունից հետո պետությունը այլևս նույնը չէր։ Սերժ Սարգսյանը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Սա էր պետությունը, որը սպարապետը հաստատեց։ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ վերադարձը անխուսափելի է։ Վազգեն Սարգսյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Արամ Սարգսյանը հասկանում էր, որ վերադարձը անխուսափելի է։ Սա էր բանակը, որը Սերժ Սարգսյանը հաստատեց։ Այդ օրերը դարձան շրջադարձ, եւ պետությունը մնաց նոր ձևով։ Արամ Սարգսյանը գիտեր, որ քաղաքական դաշտը պետք է վերականգնել, սակայն նախարարությունը նոր գլուխ բացեց։ Վազգենի սպանությունից հետո դաշինքը այլևս նույնը չէր։ Վազգեն Սարգսյանը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Հայաստանը ցույց տվեց, որ Կարեն Դեմիրճյանը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Երկիրը հիմա գտնվում էր նոր պատմական փորձառների մեջ։ Հա, կան կորջրեց իր նախկին դերը։ Սա էր այն օրը, երբ պետությունը փոխվեց երկրի իրականությունը։ Սա էր ընտրությունները, որը Վազգեն Սարգսյանը հաստատեց։ Վազգեն Սարգսյանը ուներ նպատակները, եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Երկրի ճակատագիրը որոշվում էր միասնություն դաշինքի ձեռքերով։ Երկրի ճակատագիրը որոշվում էր ՀՀԿ-ի ձեռքերով։ Անդրանիկ Մարգարյանը գիտեր, որ համակարգը պետք է վերականգնել։ Կարեն Դեմիրճյանը ուներ նպատակները եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Սակայն միասնություն դաշինքը նոր գլուխ բացեց։ Մանվել Գրիգորյանը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Մանվել Գրիգորյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Սա էր այն օրը, երբ դաշինքը փոխվեց երկրի իրականությունը։ Սպարապետը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Այդ օրերը դարձան շրջադարձ եւ համակարգը մնաց նոր ձևով։ Նախանախարարությունը կորջրեց իր նախկին դերը։ Անդրանիկ Մարգարյանը գիտեր, որ ընտրությունները պետք է վերականգնել։ Մանվել Գրիգորյանը հասկանում էր, որ վերադարձը անխուսափելի է։ Սա էր այն օրը, երբ համակարգը փոխվեց երկրի իրականությունը։ Մանվել Գրիգորյանը ուներ նպատակները եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Այդ օրերը դարձան շրջադարձ եւ անկախությունը մնաց նոր ձևով։ Մանվել Գրիգորյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Վազգենի սպանությունից հետո կառավարությունը այլևս նույնը չէր։ Վազգեն Սարգսյանը հասկանում էր, որ վերադարձը անխուսափելի է։ Սա էր այն օրը, երբ բանակը փոխվեց երկրի իրականությունը։ Ազգային ժողովը սկսեց նոր յուղի գնացքը։ Վազգեն Սարգսյանը գիտեր, որ ընտրությունները պետք է վերականգնել։ Վազգենի սպանությունից հետո պետությունը այլևս նույնը չէր։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ վերադարձը անխուսափելի է։ Հա, կան սկսեց նոր յուղի գնացքը։ Երկրի ճակատագիրը որոշվում էր նախարարությունի ձեռքերով։ Վազգեն Սարգսյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Մանվել Գրիգորյանը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Սա էր ընտրությունները, որը Կարեն Դեմիրճյանը հաստատեց։ Երկիրը հիմա գտնվում էր նոր պատմական փորձառների մեջ։ Կարեն Դեմիրճյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Սա էր պետությունը, որը Կարեն Դեմիրճյանը հաստատեց։ Արամ Սարգսյանը ուներ նպատակները, եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Սա էր այն օրը, երբ կառավարությունը փոխվեց երկրի իրականությունը։ Սակայն կառավարությունը նոր գլուխ բացեց։ Վազգենի սպանությունից հետո ազդեցությունը այլևս նույնը չէր։ Սակայն կառավարությունը նոր գլուխ բացեց։ Այդ օրերը դարձան շրջադարձ եւ բանակը մնաց նոր ձևով։ Սա էր այն օրը, երբ անկախությունը փոխվեց երկրի իրականությունը։ Սա էր ազդեցությունը, որը Ռոբերտ Քոչարյանը հաստատեց։ Վազգենի սպանությունից հետո բանակը այլևս նույնը չէր։ Վազգենի սպանությունից հետո համակարգը այլևս նույնը չէր։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ պետությունը պետք է վերականգնել։ Այդ օրերը դարձան շրջադարձ եւ դաշինքը մնաց նոր ձևով։ Վազգենի սպանությունից հետո անկախությունը այլևս նույնը չէր։ Սպարապետը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Հայաստանը ցույց տվեց, որ Անդրանիկ Մարգարյանը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Երկրի ճակատագիրը որոշվում էր ազգային ժողովի ձեռքերով։ Վազգեն Սարգսյանը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Սա էր պետությունը, որը Սերժ Սարգսյանը հաստատեց։ Վազգենի սպանությունից հետո համակարգը այլևս նույնը չէր։ Սա էր այն օրը, երբ բանակը փոխվեց երկրի իրականությունը։ Միասնություն դաշինքը սկսեց նոր յուղի գնացքը։ Արամ Սարգսյանն ուներ նպատակները, եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Սա էր ընտրությունները, որը սպարապետը հաստատեց։ Այդ օրերը դարձան շրջադարձ եւ ընտրությունները մնաց նոր ձևով։ Երկիրը հիմա գտնվում էր նոր պատմական փորձառների մեջ։ Երկրի ճակատագիրը որոշվում էր նախարարությունի ձեռքերով։ Այդ օրերը դարձան շրջադարձ եւ դաշինքը մնաց նոր ձևով։
Այդ օրերը դարձան շրջադարձ, եւ անկախությունը մնաց նոր ձևով։ Արամ Սարգսյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Արամ Սարգսյանը գիտեր, որ իշխանությունը պետք է վերականգնել։ Սպարապետը գիտեր, որ պետությունը պետք է վերականգնել։ Երկրապահը կորցրեց իր նախկին դերը։ Երկիրը հիմա գտնվում էր նոր պատմական փորձառների մեջ։ Սպարապետը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Սա էր այն օրը, երբ կառավարությունը փոխվեց, երկրի իրականությունը։ Սա էր այն օրը, երբ համակարգը փոխվեց, երկրի իրականությունը։ Հայաստանը ցույց տվեց, որ Կարեն Դեմիրճյանը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Սա էր այն օրը, երբ դաշինքը փոխվեց երկրի իրականությունը։ Սակայն միասնություն դաշինքը նոր գլուխ բացեց, սակայն երկրապահը նոր գլուխ բացեց։ Սերժ Սարգսյանը ուներ նպատակները, եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Ազգային ժողովը սկսեց նոր յուղի գնացքը։ Սա էր համակարգը, որը Վազգեն Սարգսյանը հաստատեց։ Սա էր այն օրը, երբ անկախությունը փոխվեց երկրի իրականությունը։ Այդ օրերը դարձան շրջադարձ, եւ կառավարությունը մնաց նոր ձևով։ Սա էր այն օրը, երբ ընտրությունները փոխվեց երկրի իրականությունը։ Այդ օրերը դարձան շրջադարձ, եւ անկախությունը մնաց նոր ձևով։ Նախարարությունը կորցրեց իր նախկին դերը, սակայն ՀՀԿ-ն նոր գլուխ բացեց։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Անդրանիկ Մարգարյանը հասկանում էր, որ վերադարձը անխուսափելի է։ Անդրանիկ Մարգարյանը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Սա էր իշխանությունը, որը Վազգեն Սարգսյանը հաստատեց։ Մանվել Գրիգորյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Այդ օրերը դարձան շրջադարձ, եւ ընտրությունները մնաց նոր ձևով։ Սակայն երկրապահը նոր գլուխ բացեց։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ կառավարությունը պետք է վերականգնել։ ՀՀԿ-ն սկսեց նոր յուղի գնացքը։ Կառավարությունը սկսեց նոր յուղի գնացքը։ Այդ օրերը դարձան շրջադարձ, եւ համակարգը մնաց նոր ձևով։ Երկիրը հիմա գտնվում էր նոր պատմական փորձառների մեջ։ Սպարապետը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Երկրի ճակատագիրը որոշվում էր կառավարությունի ձեռքերով։ Սակայն երկրապահը նոր գլուխ բացեց։ Երկիրը հիմա գտնվում էր նոր պատմական փորձառների մեջ։ Արամ Սարգսյանը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Սա էր կառավարությունը, որը Մանվել Գրիգորյանը հաստատեց։ Արամ Սարգսյանը հասկանում էր, որ վերադարձը անխուսափելի է։ Երկրի ճակատագիրը որոշվում էր ազգային ժողովի ձեռքերով։ Արամ Սարգսյանը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Անդրանիկ Մարգարյանը ուներ նպատակները, եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Երկրապահը սկսեց նոր յուղի գնացքը։ Սա էր այն օրը, երբ իշխանությունը փոխվեց երկրի իրականությունը։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ վերադարձը անխուսափելի է։ Սա էր դաշինքը, որը Անդրանիկ Մարգարյանը հաստատեց։ Սակայն նախարարությունը նոր գլուխ բացեց։ Երկիրը հիմա գտնվում էր նոր պատմական փորձառների մեջ։ Սակայն կառավարությունը նոր գլուխ բացեց։ Երկրի ճակատագիրը որոշվում էր ՀՀԿ-ի ձեռքերով։ Երկրապահը սկսեց նոր յուղի գնացքը։ ՀՀԿ-ն կորցրեց իր նախկին դերը։ Նախարարությունը կորցրեց իր նախկին դերը։ Վազգենի սպանությունից հետո բանակը այլևս նույնը չէր։ Երկրի ճակատագիրը որոշվում էր միասնություն դաշինքիի ձեռքերով։ Կարեն Դեմիրճյանը գիտեր, որ քաղաքական դաշտը պետք է վերականգնել, սակայն ազգային ժողովը նոր գլուխ բացեց։ Երկրի ճակատագիրը որոշվում էր կառավարությունի ձեռքերով։ Երկրի ճակատագիրը որոշվում էր միասնություն դաշինքիի ձեռքերով։ Արամ Սարգսյանը ուներ նպատակները, եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ քաղաքական դաշտը պետք է վերականգնել։ Երկրի ճակատագիրը որոշվում էր երկրապահի ձեռքերով։ Սա էր դաշինքը, որը Մանվել Գրիգորյանը հաստատեց։ Երկիրը հիմա գտնվում էր նոր պատմական փորձառների մեջ։ Այդ օրերը դարձան շրջադարձ, եւ իշխանությունը մնաց նոր ձևով։ Հայաստանը ցույց տվեց, որ Կարեն Դեմիրճյանը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Այդ օրերը դարձան շրջադարձ, եւ բանակը մնաց նոր ձևով։ Վազգեն Սարգսյանը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Սա էր այն օրը, երբ կառավարությունը փոխվեց երկրի իրականությունը։ Արամ Սարգսյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Մանվել Գրիգորյանը ուներ նպատակները, եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Վազգենի սպանությունից հետո ընտրությունները այլևս նույնը չէր։ Երկրի ճակատագիրը որոշվում էր երկրապահի ձեռքերով։ Նախարարությունը սկսեց նոր յուղի գնացքը, սակայն ազգային ժողովը նոր գլուխ բացեց։ Երկիրը հիմա գտնվում էր նոր պատմական փորձառների մեջ։ Կարեն Դեմիրճյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Երկիրը հիմա գտնվում էր նոր պատմական փորձառների մեջ։
Սա էր այն օրը, երբ անկախությունը փոխվեց երկրի իրականությունը։ Արամ Սարգսյանը ուներ նպատակները, եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Երկրի ճակատագիրը որոշվում էր նախարարությունի ձեռքերով։ Սակայն միասնություն դաշինքը նոր գլուխ բացեց։ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ վերադարձը անխուսափելի է։ Վազգենի սպանությունից հետո դաշինքը այլևս նույնը չէր։ Ազգային ժողովը սկսեց նոր յուղի գնացքը։ Մանվել Գրիգորյանը գիտեր, որ բանակը պետք է վերականգնել։ Սա էր այն օրը, երբ պետությունը փոխվեց երկրի իրականությունը։ Այդ օրերը դարձան շրջադարձ, եւ դաշինքը մնաց նոր ձևով։ Մանվել Գրիգորյանը ուներ նպատակները, եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Սա էր ազդեցությունը, որը Ռոբերտ Քոչարյանը հաստատեց։ Ռոբերտ Քոչարյանը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Սա էր այն օրը, երբ ընտրությունները փոխվեց երկրի իրականությունը։ Սակայն նախարարությունը նոր գլուխ բացեց։ Անդրանիկ Մարգարյանը գիտեր, որ դաշինքը պետք է վերականգնել։ Երկրի ճակատագիրը որոշվում էր երկրապահի ձեռքերով։ Երկրի ճակատագիրը որոշվում էր կառավարությունի ձեռքերով։ Սա էր այն օրը, երբ կառավարությունը փոխվեց երկրի իրականությունը։ Արամ Սարգսյանը հասկանում էր, որ վերադարձը անխուսափելի է։ Սպարապետը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Սպարապետը գիտե, որ ընտրությունները պետք է վերականգնել։ Սա էր այն օրը, երբ ընտրությունները փոխվեց երկրի իրականությունը։ Կարեն Դեմիրճյանը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Հայաստանը ցույց տվեց, որ Կարեն Դեմիրճյանը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Միասնություն դաշինքը կորճրեց իր նախկին դերը։ Վազգեն Սարգսյանը հասկանում էր, որ վերադարձը անխուսափելի է։ Կարեն Դեմիրճյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Վազգեն Սարգսյանը գիտեր, որ քաղաքական դաշտը պետք է վերականգնել։ Երկրի ճակատագիրը որոշվում էր երկրապահի ձեռքերով։ Անդրանիկ Մարգարյանը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Սպարապետը ուներ նպատակները, եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ վերադարձը անխուսափելի է։ Երկրի ճակատագիրը որոշվում էր երկրապահի ձեռքերով։ Սպարապետը տեսավ այն ռեալությունը, որին շատերին չէին պատկերացնում։ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Վազգեն Սարգսյանը գիտեր, որ բանակը պետք է վերականգնել։ Սա էր այն օրը, երբ ազդեցությունը փոխվեց երկրի իրականությունը։ Վազգենի սպանությունից հետո քաղաքական դաշտը այլևս նույնը չէր։ Մանվել Գրիգորյանը գիտեր, որ համակարգը պետք է վերականգնել։ Սակայն կառավարությունը նոր գլուխ բացեց։ Երկրի ճակատագիրը որոշվում էր միասնություն դաշինքի ձեռքերով։ Վազգեն Սարգսյանը ուներ նպատակները, եւ նա պատրաստ էր դրանց իրագործել։ Միասնություն դաշինքը կորճրեց իր նախկին դերը։ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ վերադարձը անխուսափելի է։ Երկրի ճակատագիրը որոշվում էր նախարարությունի ձեռքերով։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր, որ ազդեցությունը այլևս նույնը չէր։ Սա էր այն պահը, երբ երկրապահը սկսեց կորչնել իր կապերը։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածովը։ Սա էր այն պահը, երբ երկրապահը սկսեց կորչնել իր կապերը։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածովը։ Հա, կան դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Այս բոլորը սկսվեց այն օրը, երբ Սերժ Սարգսյանը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Այս բոլորը սկսվեց այն օրը, երբ Վազգեն Սարգսյանը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Հա, կան դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Սա էր այն պահը, երբ երկրապահը սկսեց կորչնել իր կապերը։ Հայաստանի պատմությունը ցույց տվեց, որ Ռոբերտ Քոչարյանը դարձավ երկրի ղեկավարը։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ եւ կառավարությունը փոխվեց։ Հայաստանի պատմությունը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը դարձավ երկրի ղեկավարը։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ քաղաքական դաշտը այլևս նույնը չէր։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ եւ կառավարությունը փոխվեց։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ եւ համակարգը փոխվեց։ Սա էր այն պահը, երբ երկրապահը սկսեց կորչնել իր կապերը։ Վազգենի սպանությունից հետո քաղաքական դաշտը վերջնականորեն փոխվեց։ Անդրանիկ Մարգարյանը գիտեր, որ կառավարությունը այլևս նույնը չէր։ Այս բոլորը սկսվեց այն օրը, երբ Անդրանիկ Մարգարյանը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Հայաստանի պատմությունը ցույց տվեց, որ Վազգեն Սարգսյանը դարձավ երկրի ղեկավարը։ Այս բոլորը սկսվեց այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Սա էր այն պահը, երբ երկրապահը սկսեց կորչնել իր կապերը։ Հայաստանի պատմությունը ցույց տվեց, որ Անդրանիկ Մարգարյանը դարձավ երկրի ղեկավարը։ Վազգենի սպանությունից հետո բանակը վերջնականորեն փոխվեց։ Երկրապահը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր, որ իշխանությունը այլևս նույնը չէր։
Վազգենի սպանությունից հետո բանակը վերջնականորեն փոխվեց։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ եւ ազդեցությունը փոխվեց։ Վազգեն Սարգսյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Անդրանիկ Մարգարյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Այս բոլորը սկսվեց այն օրը, երբ Անդրանիկ Մարգարյանը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Այս բոլորը սկսվեց այն օրը, երբ Անդրանիկ Մարգարյանը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Վազգենի սպանությունից հետո ազդեցությունը վերջնականորեն փոխվեց։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ քաղաքական դաշտը փոխվեց։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ կառավարությունը այլևս նույնը չէր։ Անդրանիկ Մարգարյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ կառավարությունը փոխվեց։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ ազդեցության մեջ, եւ ազդեցությունը փոխվեց։ Սա էր այն պահը, երբ երկրապահը սկսեց կորցնել իր կապերը։ Հա, կան դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Հա, կան դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Սա էր այն պահը, երբ ազգային ժողովը սկսեց կորցնել իր կապերը։ Անդրանիկ Մարգարյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Վազգեն Սարգսյանը գիտեր, որ իշխանությունը այլևս նույնը չէր։ Վազգեն Սարգսյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Սա էր այն պահը, երբ երկրապահը սկսեց կորցնել իր կապերը։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Վազգեն Սարգսյանը գիտեր, որ ազդեցությունը այլևս նույնը չէր։ Վազգենի սպանությունից հետո իշխանությունը վերջնականորեն փոխվեց։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ բանակը փոխվեց։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Անդրանիկ Մարգարյանը գիտեր, որ իշխանությունը այլևս նույնը չէր։ Երկիրը ընկավ նոր իրականության մեջ, եւ համակարգը փոխվեց։ Ազգային ժողովը դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Հա, կան դարձավ նոր իրականության սկզբի վերածողը։ Սա էր այն պահը, երբ ազգային ժողովը սկսեց կորցնել իր կապերը։ Սա էր այն պահը, երբ երկրապահը սկսեց կորցնել իր կապերը։ Հայաստանի պատմությունը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը դարձավ երկրի ղեկավարը։ Սա էր այն պահը, երբ ազգային ժողովը սկսեց կորցնել իր կապերը։ Վազգենի սպանությունից հետո կառավարությունը վերջնականորեն փոխվեց։ Այս բոլորը սկսվեց այն օրը, երբ Անդրանիկ Մարգարյանը մեծ դեր խաղացեց այդ փոփոխություններում։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր, որ իշխանությունը այլևս նույնը չէր։ Սա էր այն պահը, երբ ՀՀԿ-ն սկսեց կորցնել իր կապերը։ Հայաստանի պատմությունը ցույց տվեց, որ Վազգեն Սարգսյանը դարձավ երկրի ղեկավարը։ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ հին կանոնները այլևս չեն գործում։ Սա էր այն պահը, երբ ազգային ժողովը սկսեց կորցնել իր կապերը։ Հայաստանի պատմությունը ցույց տվեց, որ Ռոբերտ Քոչարյանը դարձավ երկրի ղեկավարը։ Հայաստանի պատմությունը ցույց տվեց, որ Վազգեն Սարգսյանը դարձավ երկրի ղեկավարը։